վարչապետ դուք խոսեցիք խաղաղության համատեքստում Հայաստան-Ադրբեջան, եթե կարելի ասել փոխըմբռնման մասին, բայց Եվրամիության եվրոպական քաղաքական համաժողովին Ադրբեջանի նախագահը չի մասնակցում, նաև նախատեսված չէ պատվիրակության այց, արդյոք սա մտահոգիչ չէ, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Հայաստան-Ադրբեջան շփումները բավականին կարծես դանդաղել են, օրինակ սահմանազատման հանձնաժողովների հանդիպում, շփում տևական ժամանակ տեղի չի ունեցել։ Սահմանազատման հանձնաժողովները ըստ էության մշտապես աշխատում են, ես դրա մասին ասել եմ, որովհետև աշխատանքը պարտադիր չի առերես տեղի ունենա, եւ նաեւ որոշակի այդ աշխատանքից բխող, երբ որ հանդիպման անհրաժեշտություն լինի, կլինի նաեւ հանդիպում։ Ինչ վերաբերում է ձեր հարցին մտահոգիչ է, թե մտահոգիչ չէ, էլ եմ ասում, էս էլ են դեպքն է, կներեք, որն է, չի որ արգելակը սեղմեցիր, վերջ։ Վերջ եկեք ժողովուրդ ջան, արձանագրենք, որ մենք արդեն մոտ 40-ամյա թշնամանքի մասին ենք խոսում։ Այսինքն այդ 40-ամյա թշնամանքը տենց բան է, որ ասենք անջատիցը անջատեցինք եւ վերջ։ Դա process է, որը պետքա գնա։ Ես հիմի վստահ չեմ, որ այս տարի բանում Բաքվում լներ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, այսինքն նախորդիվ կոպ կար, ես չգնացի։ Եվ Ադրբեջանից նույն կերպ հայտարարություններ հնչեցին, բարձոք սա մտահոգիչ չի, որ եւ այլն այս խաղաղության միջավայրում տեղի նկատի ունեմ դա process է, դա ումի գործողությունով շնորհակալություն։